Ղուկաս 13. Կոչ ապաշխարության։ Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծում եք, թե այն գալիլացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք, այն 18 մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապարտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Անպտուղ թզենին պատմեց և այս առակը. մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա 3 տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում։ Արդ, կտրիր այդ, ինչու է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տեր իմ, նրան այս տարի էլ թող, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ, գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ, մի տարուց հետո կկտրես այն»։ Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով։ Եվ մինչև մի շաբաթ օր Հիսուս մի ժողովարանում ուսուցանում էր, և ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը 18 տարի բռնած էր պահում, և կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Եվ Հիսուս նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ով կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչու Հիսուս շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. 6 օր կա, երբ արժան է գործել, այդ օրերին եկեք բուժվեցեք և ոչ թե շաբաթ օրը։ Տերը նրան պատասխանեց և ասաց. «Կեղծավորներ, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի արձակում և չի տանում ջուր տալու։ Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա 18 տարի է, ինչ կապել էր։ Արժանի՞ չէր միթե շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան, իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։ Մանանեխի հատիկի առակը։ Եվ ասաց. «Ինչի նման է Աստծու արքայությունը, և ինչի նմանեցնեմ այն։ Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց և նետեց իր պարտեզը։ Սա աճեց և ծառ եղավ, և երկնքի թռչունները ապրում էին նրա ճյուղերի վրա»։ Թթխմորի առակը։ Եվ դարձյալ ասաց. «Ինչի նմանեցնեմ Աստծու արքայությունը. նման է այն խմորին,
որ մի կին վերցնելով խառնեց 3 գրիվ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց։ Նեղ դուռը։ Եվ Հիսուս շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, մեկը նրան ասաց. «Տեր, սակավաթիվ են նրանք, որ փրկվելու են»։ Եվ նա նրանց ասաց. «Ջանացեք մտնել նեղ դռնով։ Ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա»։ Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք դրսում կանգնած կսկսեք դուռը բախել և ասել. «Տեր, Տեր, բաց մեզ համար», իսկ նա պատասխանելով կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք»։ Այն ժամանակ կսկսեք ասել. «Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր»։ Եվ տանտերը կասի. «Ասում եմ ձեզ, չգիտեմ, թե որտեղից եք. հեռացեք ինձնից դուք բոլոր անիրավ մշակներդ»։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ դուրս հանված։ Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։ Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, և առաջիններ, որ կլինեն վերջին։ Աղվես Հերովդեսը։ Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վեր կաց, գնա այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Գնացեք, ասացեք այն աղվեսին, թե հա դե վեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։ Բայց պետք է այսօր, վաղը և մյուս օրը գնալ, որովհետև մարգարեն պետք չէ, որ Երուսաղեմից դուրս կորստյան մատնվի»։ Ողբ Երուսաղեմի։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին թևերի տակ, բայց դու չկամեցար։ Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնվի ավերակ։ Բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. «Օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։